Ինչպես է գնահատում քաղաքապետարանի կողմից կազմակերպված Երևան քաղաքի ամանորյա զարդարումը, այստեղ ունենք դրական ցուցանիշներ, 53.2%-ը նշել է շատ լավ եւ 32.4%-ը նշել է լավ։ 4% նշել է վատ եւ շատ վատ նշել է 6.2%-ը, բայց տեսնում ենք, որ գրեթե 85%-ից 86%-ը դրական է գնահատել այն զարդարանքը, որ եղել է ամանորյա տոների հետ կապված։ Այստեղ ունենք քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ վարչական շրջանի ղեկավարների աշխատանքի գնահատումը։ Յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավարին գնահատել են իրենց վարչական շրջանի բնակիչները, այսինքն այնպես չի Կոմիտասի ապրողը Աչափնյակն է գնահատել։ Մեծամասնությունը ստացել են իհարկե 5 բալանի սանդղակ է։ Հիմնականում 3 բալից բարձր են ստացել բոլորը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 3.3 բալ, Աչափնյակը 3.3 բալ, Ավան 3.6, Արաբկիր 3.3, Դավթաշեն 3.3, Էրեբունը 3.7, բավական բարձր, Կենտրոն համայնքը 3.8, Մալացիա Սեբաստիա 3.8, Նոր Նորք 3.3, Քանաքեռ-Զեյթուն 3.7, Շենգնայոց 3.7, Քանաքեռ-Զեյթուն 3.4, Նոր Մարակ 3.4 եւ Նուբարաշեն 3.4։ Այսինքն տեսնում ենք, որ ամենաբարձր ցուցանիշները գրեթե 4 բալ ստացել է միայն 2 վարչական կենտրոնի ղեկավարներ, դա Մալացիա Սեբաստիան է եւ Կենտրոն վարչական շրջան։ Ինչպես կգնահատեք քաղաքապետարանի իրականացվող ձնամաքրման աշխատանքները հետեւյալ տարածքներում։ Սա եւս մեկ անգամ հիշեցնեմ, միջև վերջի այս առատ ձյուններ, բայց անգամ այս պարագայում պատկերը բավականին վատ է։ Եվս 5 բալանոց սանդղակով գնահատել են փողոցների մաքրությունը, ձնամաքրման աշխատանքները 3 բալ են գնահատել, բավարար, այսինքն բավարարից ցածր ստացել են մայթերի մաքրման աշխատանքները 2.4 բալ եւ ամենավատը դա բակերում իրականացվող ձնամաքրման աշխատանքներն են 2 բալ։